Բարև ձեզ։ Ինչի քվեարկեցիք։ Հանուն Հայաստանի։ Ազգային ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Պարոն նախագահ, ընդդիմության շանսերը ինչպես եք գնահատում։ Բարձր են գնահատում։ Պարոն Քոչարյան, եթե ցանկացություն չկարողանաք ստանալ, ո՞րն է լինելու ձեր քայլերը։ Շատ են քննադատում ձեզ, որ դուք գնացիք խորհրդարան եւ աշխատեցիք բնականon, մինչդեռ մարդիկ սպասում են գուցե այլ քայլեր, ավելի ռադիկալ։ Այս անգամ ինչպես եք տրամադրված։ Կան հետընտրական պլան B։ Զարգացումներ լինելու են։ Լավ, իհարկե լինելու են։ Եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Պարոն նախագահ, քաղաքական Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին, ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ մի տեղ չենք նահանջել եւ ռադիկալ ընդդիմադիր որպես ուժ, կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք ենք ամենից ռադիկալ։ Скажите, что вы ждете от этих выборов? Перемен. Каких? Хороших. Просто надо на самом деле остановить вот эту череду потерь, череду отступления от принципов, череду потери суверенитета и многое-многое другое. То есть нужны серьезные изменения страны. Учитывая отношения Пашиняна и Зеленского, если Пашинян выигрывает, Армения может стать военным союзником Украины? Не думаю, что она может стать военным союзником, но сравнение с Зеленским вообще-то очень к месту. Да, они на самом деле очень похожи своим авантюризмом и своим не просто беспардонным отношением к интересам собственной страны. Պարոն նախագահ, Կոռուպցիոն կոմիտեն նաև ձեր դաշինքի վերաբերյալ է տեսանյութեր տարածում ենթադրյալ կաշառք բաժանելու հետ կապված սա ինչպես կմեկնաբանեք։ Ծանոթ չեմ այդ նյութերին, 3 հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ-որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե դուք օրինակ հաշտ եք այդ մտքի հետ, եթե ուրիշները հաշտ են այդ մտքի հետ, թող քվեարկեն այն ուժի համար, որ այս մթնոլորտը ստեղծեց։ Տեղաշոր են մտնում, խոհանոց են մտնում, ուղղակի խայտարակություն։ Ես այդպիսի բան չեմ հիշում, որ հարյուրավոր մարդկանց վրա բոլորը ընդդիմադիր անխտիր, քրեական գործեր, տնային կալանքներ ու եւ այլ, սա ուղղակի խայտարակություն։ Բացառում եք, որ ձեր ուժը ներգրավված է նման գործընթացների։ Վախն եք աշխատում։ Վախը չի, իրենք կարծում եմ իրենք ուզում են վախ սերմանել, քանի որ Նիկոլ Փաշինյանը բոլորը գիտեն, որ շատ վախկոտ մարդ է, իսկ վախկոտ մարդը իր ֆոբիաները պրոյեկտում է քաղաքացիների վրա եւ մտածում են, որ այդ վախը մտնոլորտը տարածելով իրենք կստանան իրենց համար ցանկալի արդյունքը։ Չի ստացվելու։ Պարոն նախագահ, սա քաղաքական քամբեք է, դուք վերադարձաք քաղաքականություն, եթե քաղաքացիները ձեզ բավականաչափ քվետան, ինչու պիտի հավատան, որ վաղվա Հայաստանն ավելի անվտանգ է, քան այսօրվա։ Իսկ ինչու չպիտի հավատան։ Դե ծանր դառը փորձ ունեն այսօրվա։ Դառը փորձ, իմ ժամանակվա փորձը դառը չի, քաղցր փորձ է, 10 տարի անվտանգ երկիր է եղել եւ քաղաքացին անվտանգության մասին չի մտածել։ Մտածել է երկրի առաջնորդը, կառավարությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Տարբերությունը կարծում եմ էական է։ Իսկ հիմա ամբողջ երկրով քննարկում են անվտանգային մասին։ Խոսա անվտանգության մասին, մտածի անվտանգության մասին։ Ինչի համար ենք ընտրել կառավարություն, ընտրել խորհրդարան
Ընտրել է, որ նրանք մտածեն այդ հարցերի մասին։ Պարոն Քոչարյան, եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, դուք պատրաստ եք ձեր ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին ընդդիմությունից։ Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի տեխնացու։ Սա ակնհայտ է, սա ինձ համար նաև սահմանադրությունից բխող հանգամանք է, սահմանադրության ոգուց, այսպես տրամաբանությունից բխող է, այո, իհարկե։ Պարոն նախագահ, այս ընթացքում բազմաթիվ սպառնալիքներ են հնչել իշխող ուժի կողմից, մասնավորապես Փաշինյանից, կզցնելու եմ, սատկացնելու եմ, եռագլխի գլուխները կտրելու եմ եւ այլն։ Եթե ընդդիմությանը չհաջողվի ընտրվել, այս սպառնալիքները կարող են տեղ հասնել ձեր կողմից։ Նայեք, եթե մեր ժողովուրդը հաշտ է այդ կեղտոտ լեզվի հետ եւ կեղտոտ բերանի հետ, ուրեմն թող գնան ընտրեն։ Եթե հաշտ է այդ ամեն ինչի հետ։ Ուրեմն մի մարդ է, որը իր իստերիկ դրսևորումներով ցույց է տալիս, որ ավելի շատ sense պացիենտի կարգավիճակ ինքը պետք է ունենալ, այլ ոչ թե երկրի առաջնորդի։ Եվ այդ մթնոլորտը թունավորել երկրում նման բառապաշարով ուղղակի անթույլատրել է։ Սպառնալիքների մեծ մասը ձեզ էր ուղված, պարոն Քոչարյան ասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կյանքի մյուս հատվածը անցկացնի բանտում։ Մարտի 1-ի գործի հետ կապված։ Գիտեք, մարտի 1-ի մասին շատ է խոսում մեկ պատճառով։ Ինքը իրեն թվում է, թե մարտի 1-ով ինքը սրբագրում է 5000 իրեն կողմից բերած զոհերը եւ հսկայական կորուստները։ Սա է այդ մարդու ֆոբիաների դրսևորումը։ Ինչ վերաբերում է նստելու չնստելու, ես ապօրինաբար նստել եմ, արդարացվել եմ եւ հիմա ժամանակն է օրինական ձևով Նիկոլ Փաշինյանի համար շատ երկար նստելու։